Բարեկամներ, մենք շարունակում ենք Օրագիր Նյուսի տաղավարում զրուցել Արցախի հայտնի պետական քաղաքական գործիչների հետ եւ այսօր արցախական հյուրն է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչպես եք, ինչով եք հիմա զբաղվում։ Փառք Աստծո, շարունակում եմ իմ իրավապաշտպան գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, իհարկե ոչ այն ծավալով եւ հնարավորություններով, որոնք որպես մարդու իրավունքների պաշտպան ունեցել եմ Արցախում, բայց համենայն դեպս ինձ համար իրավապաշտպանություն դարձել է ավելի շատ ոչ թե աշխատանք, այլ առաքելություն, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահանջված է այս օրերին հատկապես արցախցիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից եւ դրան զուգահեռ նաեւ որոշակի որպես փորձագիտական աշխատանք եմ իրականացում տարբեր հետազոտական ծրագրերում։ Դատելով լրահոսից դուք նաև շփումներ ունեք միջազգային կազմակերպությունների, ասենք փորձագետների հետ, ինչ որ ճանաչելով ձեզ եւ իմանալով որպես մի մարդ, որը բավականին բարձր օգտակար գործողության գործակից ունի, ենթադրում եմ, որ նաև հանդիպումներ եք ունենում, կմանրամասնեք։ Այո, նաև գործունեությունը կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանի կամ իրավապաշտպան գործունեությունը ինքը ենթադրում է նաև միջազգային դերակատարների հետ պարբերաբար հանդիպումներ, շփումներ եւ առնվազն մեր տարբեր հարցերի շուրջ մեր տեսակետները, մեր դիրքորոշումները նրանց հասցնելու, նրանց հետ քննարկելու եւ անելու ամեն ինչ, որպեսզի այդ դիրքորոշումները ըստ էության հաշվի առնվեն այս կամ այն հարցի վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տարբեր առիթներով հանդիպում ունենալու հնարավորություն ենք ունենում եւ օրինակ վերջերս նաեւ հնարավորություն եղավ լինելու Ավստրալիայում, որտեղ հայ դատի հանձնախմբի հրավերով եմ եղել եւ այդ այցի շրջանակներում նաեւ հնարավորություն ունեցա որոշակի շփումներ ունենալ ավստրալիական եւ գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, բարձ 4 հիմնական հարցերի վրա նրանց ուշադրությունը հրավիրելու, առաջինը դա Հայաստանում ապաստան գտած մեր արցախցիների սոցիալական, տնտեսական խնդիրներն են եւ այդ համատեքստում միջազգային աջակցության կարեւորությունը, երկրորդը մեր վերադարձի իրավունքի միջազգային ընկալման, դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերի առկայությունը եւ անհրաժեշտությունը, որ այդ հարցը միջազգային հարթակում մշտապես լինի, եւ երրորդը ռազմագերիների եւ պատանդների վերադարձի հարցը եւ նրանց դեմ իրականացվողը դատապարտելու խիստ անհրաժեշտությունը եւ իհարկե մեր պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցն է։ Կարող եմ ասել, որ բոլոր հարցերի շուրջ էլ բավականին լուրջ ընկալում կա, երբևէ չի եղել որևէ հանդիպում, որ այս հարցերի վերաբերյալ որևէ մի դերակատար չհամաձայնի մեր տեսակետների, մեր դիրքորոշումների հետ, բայց ինչպես ասում են, քարը պետք է կաթիլ առ կաթիլ ջարդել եւ մեր աշխատանքը ըստ էության այդ ամեն կատարած աշխատանք այդ մի կաթիլն է, որի վերջո ուսանք ինչ որ արդյունքի պետք է հանրագումարի մեջ, այո։ Պարոն Ստեփանյան, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ձևակերպեց եւ կառավարությանը ներկայացրեց որոշակի պահանջներ, ասեմ, թե առաջարկություններ, ասեմ, դրանց ցանկը, բայց որոնք բխում են իդեպ հենց Արցախի ժողովրդի դժվարին վիճակում հայտնված է մարդկանց կարիքներից, բայց կարծես կառավարությունը ընդառաջ չգնաց այդ մարդկանց այդ խորհրդին եւ մյուս կողմից էլ ես էլ մշտապես շփվելով բնականաբար շատ ծանոթներ ու մտերիմներ ունեմ շփվելով մարդկանց հետ տեսնում եմ որ այո չեմ խորշի ես բարից երբեմն վիճակը ապոկալիպտիկ է մարդկանց մոտ
անուսալի վիճակ, թևաթափ լինելու շեմին են մարդիկ, հայ, ինչ կասեք այս ուղղությամբ։ Միանշանակ համաձայն եմ այդ գնահատականին, որ տնտեսական, սոցիալական վիճակը իրապես շատ ծանր է եւ օրեցօր այդ ծանրությունը շատ ավելի իրեն զգացնել է տալիս, հատկապես երբ որ խոսակցություն եղավ, որ այդ սոցիալական աջակցությունը պետք է դադարեցվի կամ ինչպես կառավարության ներկայացուցիչներն են սիրում ասել, փոխակերպվի այլ ծրագրերով, մի այլ տեսակի ահազանգեր, ահագնացող այդ ճիչեր եղան մեր հանրության կողմից, ես իմ գործունեության վրա կարող եմ ասել, որ անընդհատ նամակներ ինչ ենք անելու, ինչպես են գոյատևելու եւ մարդիկ իրապես ճիշտ են բարձրացնում եւ նաեւ դա մղեց նրան, որ խորհուրդ ձևավորվի եւ խորհուրդը վերջապես կանգնի եւ ասի, որ այսպես չի լինի, հնարավոր չէ գոյատևել անգամ առանց այդ սոցիալական աջակցության եւ ըստ էության, եթե կառավարությունը ի վերջո անտեսի այդ պահանջները, անտեսում է ոչ թե խորհրդի 30-40 հոգանոց կազմին, այլ անտեսում է հրապարակում հավաքված 10,000 մարդուն եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ հնարավորություն չեն ունեցել գալ հրապարակ, բայց նույն խնդրի առաջ են կանգնած։ Հիմա ինչ եղավ, իրականությունը հետեւյալն է, որ այդ հանրահավաքը իր ազդեցությունը ունեցավ, միանշանակ ունեցավ, ասելով, որ մեզ հետ պետք է հաշվի նստել այս հարցերում։ Մեր իրավիճակը պետք է հավուր պատշաճի լինի ձեր ուշադրության կենտրոնում։ Եվ այս պահի դրությամբ որոշումը կամ պայմանավորվածությունը հետևյալն է, իհարկե խորհուրդը տարբեր խողովակներով կոմունիկացրել է սա հանրության հետ, բայց հետևյալն է, որ ձևավորվում են փորձագիտական խմբեր կամ առհասարակ խմբեր, որոնք որ շփվելու են, աշխատելու են կառավարության լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ, լինի դա սոցհաբը, տարածքային կառավարման նախարարությունը եւ այդ ժամանակահատվածում 2 ամիս է, պլանավորվել այդ ժամանակահատվածում սոցիալական աջակցությունը կշարունակի տրամադրվել եւ այդ ժամանակահատվածում պետք է բարելավեն այն մեր պահանջագրի մեջ նշված 1-ից 5-րդ կետում շարադրված սոցիալական բնույթի խնդիրները։ Կա այս խմբերը ձևավորված են, ես այդպիսի տեղեկություն կարող եմ փոխանցել եւ կա արդեն պայմանավորված այդ պայմանավորվածություն այդ հանդիպումների շուրջ։ Ինչպիսին կլինի դրանց արդյունքը, սա հերթական ինչ որ շղարշն է գոծկելու կամ չանելու այն ինչ որ պետք է, թե իրապես շահագրգռվածություն կա բովանդակային բան փոխելու, կտեսնենք արդեն ապագայում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ նույն պատրաստակամությունը կառավարության կողմից մեր պահանջագրի այլ հարցերի շուրջ դեռևս չենք տեսնում, այսինքն այնտեղ կար նաև Միսկի խմբից հետ չկանչելու պահանջ, կար ուրեմն մեր միջազգայնացիաներ ներկայացված հայցերը հետ չկանչելու պահանջ, կար պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ակտիվ գործունեության պահանջ ռազմագերիների եւ այլ։ Կառավարությունը կարծես թե այս մասը դեռևս հավուր պատշաճի չի հասցեագրում եւ միայն ֆիքսվել է սոցիալականի վրա։ Շատ բարի։ Սոցիալական մեզ համար եւս շատ կարեւոր է սոցիալականը, որովհետեւ մյուս բոլոր նաեւ ածանցվում են նրանով, որ այստեղ պետք է ունենանք Արցախի բնակչությունը պահենք Հայաստանում, որը եւ օրինակ նույն վերադարձի եւ այլ հարցերի հիմք պետք է ծառայ։ Պատրաստական այն գլխից հիշում եք, չէ՞, երևի որ փորձ կատարվեց քաղաքականացնել, քաղաքական ասացու անվանել մեզ եւ այլ, բայց մենք ցույց տվեցինք նաեւ, որ սա մեր իրավունքների մասին պայքար է եւ ուրեմն սնանկ էին բոլոր այն պնդումները, որ սրա հետևում այս կամ այն ինչ որ process է թաքնված։ Տեսեք, մի կողմից դա, մյուս կողմից էլ ինչը ուղղակի անհանդուրժելի է, ավելի քան անհանդուրժելի է, բայց արդեն ձևավորվել այնպիսի մթնոլորտ, որ հայ ժողովրդի երկու հատվածների միջև կա անհանդուրժողականության անցքող արդեն մթնոլորտ, ինչը բարձր մեծապես վնասաբեր է ու դրանից ոչ մի օգուտ չկա, չխոսելով արդեն, որ տրոհում է մեր հասարակությունը, մեր ժողովրդին
Ինչ եք կարծում, անելիք չունենք այս ուղղությամբ, ինչպես կարելի է դա իջիկ դարձնել։ Անելիք միանշանակ ունենք եւ մի քանի գործիքակազմի մասին կխոսեմ անպայման, բայց կուզենայի խոսքը սկսել եւս մեկ անգամ դատապարտելով բոլոր նման դրսևորումները, ընդ որում ես ինձ իրավունք եմ վերապահում դատապարտել եւ Արցախահայության նկատմամբ տարածվող ատելությունը, որը ես հիմա նաև կխոսեմ, որ դա նաև ուղղորդված է, եւ դրան ի պատասխան հնչող երբեմն արցախցիներից կողմից հնչող ոչ այդքան մեծ հարիր արտահայտությունները։ Սա մեր մեջ պետք է վերացվի, իհարկե կան մարդիկ, որոնք ասում են, սա նոր երևույթ չէ, գալիս է հին ժամանակներից, ոչ թե հին, այլ օրինակ սովետական ժամանակներում էլ կան նման երևույթներ, աղբարների հետ, թեկուզ նույն Ղարաբաղցի, օրինակ կան մարդիկ, ովքեր որ այստեղ ուսանող են եղել, ասում են, որ ասում էին շուռ տված հայեր եւ այլ, բայց սա երևույթ է, սոցիալական երևույթ է, որը կա նաև այլ ազգերի մեջ, սա միանշանակ է, բայց այն մակարդակը, որին հասել է այսօր, անթույլատրելի է։ Սա վերածվել է արդեն ներազգային ատելության եւ ոչ թե ինչ-որ կենցաղային տարանջատումների կամ կենցաղային։ Ի վերջո ես նաև եթե դա լինի ողջամտության սահմաններում, ինքը ինչ-որ գեղեցիկ բան է հաղորդում նաև ազգին, հա, որ այս մեկը այս ինչով է հայտնի, այն մյուս տարածքաշրջանը այս ինչով է հայտնի, բայց սա վերածվել է ներազգային ատելության եւ դա ակնհայտ է։ Հիմա վերջերս մի տենդենց ենք նկատում, որ նաև արտահայտվեց օրինակ ՄԻՊ տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ ազգային ժողովում, իշխանական падգամավորները կարծես արդեն ընդունում են, որ կա ատելության խոսք, բայց դեռևս հերքում են, որ այդ ատելության խոսքը ուղղորդված է։ Այսինքն, այո, ասում են կա, դե անտեսանելի չի դա եւ շատ փաստերով կարելի է ապացուցել, բայց հարցնում են, ասում են, բայց արդյոք դա ուղղորդված է։ Դե հիմա եկեք ուղակի տեղում, հա, փոքր վերլուծություն անենք, արդյոք մենք ունենք հիմքերը պնդելու, որ սա ուղղորդված ատելության խոսք է։ Եթե այդ ատելության խոսքը տարածվում է իշխանական падգամավորի կողմից, օրինակ արցախցիներին ասում են, այստեղ ձեզ հյուրի պես պահեք, կամ չգիտեմ, ժողովրդավարությունը տուժել է, որովհետև արցախցիներն են եկել, կամ եթե դա տարածվում է ազգային ժողովի падգամավորի հետ ուղակի փոխկապակցված լրատվամիջոցով, եթե դա տարածվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ փոխկապակցված նրանց պաշտոնական կայքը համարվող Civic AM-ով, եթե արցախցիների մասին ատելություն տարածող ֆեյքեր լինեն, թե իրական օգտատերերին մտնում ես, ուսումնասիրում ես պրոֆիլը եւ պարզում է, որ նա իշխանության մոլի պաշտպանն է, արդյոք սրանք չեն խոսում ուղղորդված։ Այո, փոխկապակցված են նույն շղթայի տարբեր օղակներ են, որոնք համապատկերի մեջ ցույց են տալիս, որ առնվազն բերում են այն եզրակացության, որ սրա հետևում քաղաքական նպատակներ են թաքնված եւ քաղաքական ուղղորդում կա այս ամենը։ Եվ ես ապնդել եմ եւ այսօր էլ շատ շարունակում եմ պնդել, որ այո, այդ ատելությունը ուղղորդված է։ Երբ որ մերձ իշխանական բլոգերը փորձում է ամեն ձևով կեղծ տեղեկատվություն տարածել արցախցիների մասին եւ մնում է անպատիժ, ավելին սկսում է հրավիրվել տարբեր միջոցառումների, սա խոսում է այն մասին, որ նրան ուղղակի թևերը ազատ արձակված է եւ նա կարող է անել այն, ինչ որ անում է։ Հիմա գործիքակազմի մասին որոշակի խոսել։ Առաջինը միանշանակ հանրային պարսավանքն է։ Ես ունեցել եմ առիթ նաև սրան անդրադառնալու, օրինակ երբ որ ազգային ժողովի նախագահ ինչ որ նայի կռվեիք հայտարարություն արեց, հետո ստիպված եղավ խմբագրել իր խոսքերը։ Հանրային ռադիոյի տնօրենի կինը շատ անպարկեշտ արտահայտություն մեկնաբանություն գրեց, հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։ Պատգամավորի եղբայրը հայ-էստեղ Ղարաբաղցի ասելուց հետո ստիպված եղավ էլի ներողություն խնդրել։ Սա խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ հանրային պարսավանքը իր դերը, իր որոշակի գործառույթը իրականացնում է, որտեղ այդ օրերին բոլոր այդ հայտարարություններին հաջորդել է բավականին լուրջ քննադատություն, դատապարտում տարբեր լինեն հայտնի դեմքերի, սովորական քաղաքացիների կողմից։ Այնպես որ հանրային պարսավանքը պետք է միշտ լինի եւ դա իր դերը կատարում է միանշանակ։ Ես օրինակ չգիտեի, որ այդ ազդեցությունը կարող է ունենալ, բայց ըստ էության ունենում է։ Երկրորդը իրավական գործիքակազմն է։
բոլոր նրանք, ովքեր որ իդենտիֆիկացվում են, կարողանում ենք համապատասխան փաստերը հավաքագրել եւ ներկայացնել իրավապահ մարմիններին, բոլոր այդ դեպքերը պետք է հետեւական միջև վերջ գնալ։ Այս պահին գիտեմ արդեն իսկ հենց մեր շարժում չանվանենք, այդ մեր հանրահավաքին հաջորդած ժամանակահատվածում բավականին ակտիվ ալիք եղավ ատելության խոսքի, այս պահին հավաքագրված կա նույն Ռոման Բաղդասարյանի խոսնակ լրատվական կոչվածի մի շարք այլ անձանց վերաբերյալ, որոնք որ ներկայացվել են քննչական մարմիններ, դատախազություն եւ կան որոշակի առաջընթաց, կա հույս, որ այս մարդիկ իրավական պատասխանատվություն են կրելու իրենց կատարած գործողությունների համար։ Սա դրական շարժ է, ընդ որում նշեմ, որտեղ մինչ այդպիսի բան չկար, ես անձամբ 3 դեպքով ժամանակին ներկայացրել եմ հաղորդում ես եւ իմ իրավաբան ընկերների հետ, որոնք վարույթ չեն ընդունվել։ Հիմա արդեն վարույթ են ընդունվել, տեսնենք թե ինչպիսի զարգացում կլինի։ Եվ երրորդ գործիքակազմը, որը միշտ նշում եմ, եւ ցավով եմ արձանագրում, որ Հայաստանում այդ մշակույթը դեռևս ձևավորված չէ, դա հանրային ազդեցություն ունեցող անձանց խոսքն է։ Ամբողջ աշխարհում խտրականության դեմ պայքարում, ատելության խոսքի դեմ պայքարում առաջամարտիկներ են համարվում հանրային ազդեցություն ունեցող կամ անգլերեն ասած ինֆլուենսեր անձինք։ Դա լինեն հայտնի մարզիկներ, լինեն հայտնի դերասաններ, մենք շատ օրինակներ ունենք, որ օրինակ ռասայով պայմանավորված խտրականության դեմ են հանդես գալիս կամ մաշկի գույնով պայմանավորված եւ այլ եւ այլ։ Շատ կարևոր գործիք է, որը նաեւ պետք է օգտագործվի Հայաստանում։ Ես ուրախ եմ, որ վերջերս այդպիսի անձանցից մեկը անդրադարձավ դրան, անունը Հայկ, եթե չեմ սխալվում, երիտասարդության շրջանում բավականին մեծ լսարան ունեցող անձ է, խոսեց դրա մասին, դատապարտեց դա եւ սա պետք է վարակիչ լինի մյուս բոլորի համար։ Ի վերջո այդ մարդիկ իրենց ազդեցությունը պետք է օգտագործեն դրա նաև շատ կարևոր դրական բաների համար եւ ատելության դեմ պայքարը միանշանակ ամենակարևորն է, հատկապես եւ խոսքը վերաբերում է ներազգային ատելությանը եւ թշնամանքին։ Սրանք են գործիքները, բավականին այլ գործիքներ կարող են կիրառվել կրթական, փոխճանաչման, կարծրատիպերը կոտրելու միմյանց նկատմամբ ձևավորված եւ դրանում անելիք ունենք բոլորս հասարակությունը իր հերթին, քաղաքական պատասխանատուներն իրենց հերթին, իրավապահ մարմինների իրենց հերթին։ Եվ թույլ չպետք է տրվի, որ հարցը քաղաքական ինչ որ նպատակահարմարությունների համար շահարկվի։ Երկկողմանի որևէ ձևով հանդուրժել այս երևույթը չի կարելի, որտեղ դա թուլացնում է մեր պետությունը, թուլացնում է մեզ որպես հասարակություն ներսից։ Այո, որպես թույլ չտալիս, որ ձևավորենք որպես գործոն, հայկական գործոն։ Երբեմն ինձ էլ գիտեք ականատես եմ լինում դեպքերի եւ ակամայից հիշում եմ ռուսական ասույթ կա, թող ներվեմ, ասում են «պլյունуть в душу», թքել հոգու մեջ, այսինքն այնպիսի արարքներ, որ ուղղակի ապշում ես, ինչպես կարելի է այսօր ենք ասել, իհարկե համաձայն եմ, որ նաև երևի թե ուղղորդված է, օրինակ ես կուզենայի անդրադառնալ Պետրոսի հետ, Պետրոս Ղազարյանի հետ ձեր հարցազրույցին, իմ կարծիքը չի միայն, ես հաստատապես ասում եմ, շատերին այդտեղ շատ բան դուր չեկավ, նախ ձեզ չներկայացրեց պարոն Ղազարյանը որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան, մինչդեռ արդեն ողջ աշխարհը ձեզ գիտի այդպիսին, այդ հարցազրույցի հետ կապված ասելիք չունեք։ Ինչ վերաբերում է ներկայացնելուն, ես սա նորություն չի, այսինքն ինձ համար առնվազն շատ հստակ է, որ պետական քաղաքականությունն այդպիսին է, որ Արցախյան որևէ թեկուզ տիտղոս այդպես չեն պահպանում, պարզ է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը իր ունեցած հնարավորություններով կամ գործառույթներով չի հավակնում լինել փոխարինել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կամ որպես այդպես մեզ համար տիտղոսը պահպանելն է, որոշակի այդ ինստիտուցիոնալությունը պահպանելն է եւ երբեմն, շատ ոչ թե երբեմն, այլ միշտ այն լրատվամիջոցները, որոնք որ իշխանական գիծն են ներկայացնում, կոնկրետ կարող եմ ասել, հանրային հեռուստատեսություն, Armenpress,
հանրային ռադիո, այս լրատվամիջոցներն ու նաև ասենք նրանց հետ փոխկապակցված հայկական ժամանակ, Civic եւ այլ, որոնք իշխանական գիծն են ներկայացնում, նրանք երբևէ չեն ներկայացնում ինձ կամ մնացածներին որպես գործող պաշտոնյաներ, բայց ի պատիվ մեր մյուս լրատվամիջոցների, ընդ որում ոչ միայն ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող ոչ թե դաշտում, այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցները, նաև չեզոքություն պահպանող լրատվամիջոցներ, նրանք շարունակում են ներկայացնել այդպես։ Եղել են մի երկու դեպքեր, որ նախկին են ներկայացրել, նախկին պաշտպան, խոսել ենք, մարդիկ շտկել են։ Բայց այդ հարցը բարբերաբար առաջանում է հենց իշխանության ներկայացուցիչների։ Ես դրանից կներեք չեմ նեղվում, իհարկե ցանկալի կլիներ, որ այդպես ներկայացնեն, բայց ես այնտեղ չէի գնացել ինչ-որ դիտխոսի կամ բանի հետևից, գնացել էի ներկայացնելու մարդկանց շահերը ներկայացնելու եւ ներկայացվեց որպես խորհրդի անդամ, շատ բարի խորհրդի անդամ, այդպես էլ ներկա, բայց այդ հետադարձ կապը ինչ որ դուք նշում եք, վերաբերում է, որ շատերին շատ բան դուր չեկավ։ Այո, շերտեր կային այնտեղ։ Ես շատերից եմ լսել, դուք միանշանակ իրավացի եք, այդ հարցազրույցից հետո հետևած ժամանակահատվածում շատերը ուղղակի ինձ ասում էին, որ Երանի քո նյարդերին դու ինչպես ես կարողացել դիմանալ, բայց ելի եմ կրկնում, իմ առաքելությունը այդ հարցազրույցի ժամանակ նա էր, որ ներկայացնեմ արցախցիներին եւ թող հանրությունը դատի, ով ինչ է խոսում, ով ինչպես է ներկայացնում խնդիրները, ով ինչպես է հիմնավորում իր ասածները։ Եվ ես էլ որպես Արցախում երկար ժամանակ ապրած մարդ, Արցախի բարբարոկասին լապելցիկ եք, դուք այդ հարցազրույցի ժամանակ։ Կարելի էր որոշակի հատվածներում ավելի ուրիշ պատասխան տալ, բայց համենայն դեպս մեր խնդիրը չտրվելն էր այդ ամեն ինչին, այլ հակառակը բարձ հանրությանը բացատրել եւ ես կարծում եմ, որ հանրությունը բավականին լավ արձագանք է տվել այդ հարցազրույցին եւ նաեւ այդ պահվածքներ պատճառը, որ մարդիկ ուղիղ պարզ տեսան, որ այս մարդը խոսում է պրոֆեսիոնալ դիրքերից, չի մտնում այլ ինչ-որ հարցերի մեջ եւ դրան հակառակ անընդհատ գալիս է ինչ-որ մեղադրանքներ, ինչ-որ տարանջատումներ, որը անընդունելի է։ Պարոն Ստեփանյան, արցախցիները պատրաստում են նախագահ ընտրել եւ դա հայտնի է բոլորիս, նույնիսկ ոմանք ասում են ֆանտոմային ցավեր են, մի քիչ էսպես վիրավորական։ Ինչ է դա ձեզ։ Ինչ կտա։ Սկսենք նրանից, որ շատ պարզ պետք է նայենք իրավիճակին, իրականությանը, Արցախի ինստիտուտների պահպանությունը, այո, առաջնահերթություն է հռչակված միայն պարզ այն նպատակով, որ դա նաև իր մեջ պարունակում է Արցախի նկատմամբ մեր պահանջատիրը, այսինքն մի բաղադրիչն էլ դա է եւ եթե վաղը մյուս օրը ինչ որ հնարավորություն ընձեռվի խոսել, քննարկել վերադարձի մասին եւ այլ հարցեր, մենք մեր համաժողովրդական հանրաքվեի եւ այլ process-ների արդյունքում ձևավորված ինստիտուտները պետք է տեղում լինեն եւ որքան էլ որ դրան այսօր շատ ցավոտ եւ սրերով են ընդունում կամ վերաբերում Հայաստանի ներկայիս իշխանությունները։ Իրականությունը նա է, որ այս պայմաններում դա արվում է պարզապես ինստիտուտները պահպանելու համար։ Դա կլինի ստեղծված իրավիճակ, իհարկե ստեղծված իրավիճակում շատ հնարավորությունները շատ քիչ են կամ գրեթե բացակայում են ինչ-որ համաժողովրդական ինչ-որ process անելու համար։ Դրա համար գնում են այլ ճանապարհով, ունենալով հիմքում այն օրենսդրական հնարավորությունները, որոնք սահմանադրությունն է տալիս, ԱԺ կանոնակարգն է տալիս եւ այլ։ Պարզապես պահելու համար այն ինչ որ կա, երբ որ ավելի լավ ժամանակներ կլինեն եւ հնարավորություն կլինի շատ ավելի լեգիտիմ ճանապարհով իրականացնել այդ կառույցների ներկայացուցչականության ապահովումը, միանշանակ պետք է գնալ այդ ճանապարհով եւ միանշանակ դրա կողմնակիցն եմ։ Եվ ստացվել է այնպես, որ Արցախի լուծարման մասին հրամանագիրը ամենաշատը ցիտում են Հայաստանի իշխանությունները։ Ես օրինակ
առիթ ունեցել են որպես մարդու իրավունքների պաշտպան հենց այդ դիտողով հանդես գալու Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում կամ Ավստրալիա այցի ժամանակ հանդիպել տեղի պատգամավորների կամ եւ այլ ներկայացուցիչների հետ։ Մարդկանց մոտ այդ ընկալումը կա, որ այո, կարող է լինել նաեւ վտարանդի կառավարություն, վտարանդի իշխանություններ, որոնք ներկայացնում են այդ ժողովրդի շահերը։ Ադրբեջանցիների օրինակ։ Այո, տարիներ, 30 տարի շարունակ անգամ քաղաքապետ եւ համայնքան գյուղապետ էին պահում։ Հիմա, չգիտեմ, այն ինչ որ արվում է այդ հարցում, մեզ համար անընդունելի է։ Մենք պարտադիր պետք է կարողանանք պահպանել շարունակականությունը ինստիտուցիոնալ եւ այդ հիմքերը միշտ տեղում լինեն։ Այսինքն դուք ընդունում եք Վարան Բալայանի Արցախի ազգային ժողովի նախկին փոխնախագահ այն կարծիքը, որ միանգամայն հնարավոր է եւ ամենայն հավանականությամբ կլինեն աշխարհաքաղաքական այնպիսի իրադարձություններ, որ բարենպաստ իրավիճակ ստեղծվի, ամեն ինչ, այսպես ասենք, հնարավոր կլինի, պարզապես պետք է դրան պատրաստ լինել։ Միանշանակ ընդունում եմ եւ պարոն Բալայանը պատմաբան է եւ ինքը շատ ավելի լավ է երևի պատկերացնում եւ գիտի պատմությունը ինչ դասեր է տալիս։ Ես մի բան ուղղակի կուզենայի նշել, շատ հաճախ մեզ իրատեսության դասեր են տալիս այս օրերին, երբեմն ցավով եմ ասում, երբեմն նաեւ շատ հարազատ կամ մոտիկ մարդիկ, որոնք ինձ էլ ասում են դե լավ, ինչի համար է այդ ամեն ինչի վրա ֆիքսվել, նա հնարավոր բան չի վերադարձը կամ պետք է անցնել ավելի իրատեսական ինչ-որ օրակարգերի, այ օրինակ սոցիալական իրավունքների պաշտպանելը դա շատ ավելի կարևոր է, քան թե մյուսը, բայց նախ այստեղ կարևոր եւ ոչ կարևոր չկա, բոլորն էլ կարևոր են, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը, որ մենք պետք է հրաժարվենք վերադարձից։ Որքան էլ որ այսօր շատերի համար դա անիրատեսական է, բայց կա միջազգային ընկալումը դրա, կա իրավունքի ընկալումը որպես այդպիսին, եւ չպետք է հրաժարվել դրանից։ Եվ միշտ այդ օրինակն եմ բերում, միանշանակ Խամսայի մելիքությունները ընթերցել եք դուք եւ մի հատ փորձենք պատկերացնել մելիքությունների տապալումից հետո Արցախում ինչ իրավիճակ էր։ Երևի, եթե ոչ ամբողջությամբ, ապա շատ մեծ քանակով էլի հայաթափվել էր Արցախը, որտեղ մելիքները իրեն ժողովրդին վերցրել, տեղափոխվել են մեկը Վրաստան, մեկը Պարսկաստան, մեկը Լոռի եւ Տավուշի ժամանակակից հատվածներ, բայց դրանից 2 թե 3 դար հետո նույն հողի վրա ձևավորվում է հայկական պետականություն, ճիշտ է։ Ճիշտ է։ Այսինքն պատմությունը մեզ դաս է տալիս, որ հարափոփող է ամեն ինչ եւ չպետք է հրաժարվել սեփական հայրենիքից եւ սեփական հողից։ Եթե դա ամենակարճաժամկետ հեռանկարման իրատեսական է թվում, ապա դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ գաղափարից։ Միանշանակ։ Պարոն Ստեփանյան, երբ հետահայաց նայում եք, ինչ արվեց, որ չպետք է արվեր եւ ինչ չարվեց, որ պետք է արվեր։ Շատ համապարփակ հարց է երևի, որը որ դեռ շատ երկար ժամանակ տարբեր մասնագետների ուշադրության կենտրոնում է լինելու։ Ես օրինակ այս օրերին, երբ որ միջազգային հարաբերություններում տեսնում եմ ինչ է կատարում, շատ հաճախ ինձ հարց եմ տալիս նույն միացման եւ անկախության ճանապարհների մասին։ Արդյոք միացման ճանապարհով միջևերջ գնալը այս նույն հանգուցալուծմանը կբերեր մեզ թե ոչ։ Իհարկե անկախության ճանապարհը իր փաստարկները ուներ հիմնվելով միջազգային իրավունքի վրա, որ Հայաստանը ագրեսոր չդիտվեր, որ միջազգային հանրության թիրախավորման տակ չհայտնվեր, բայց ըստ էության ինչ է միջազգային հանրություն հիմա շատ լավ էլ մարսում է տարբեր կոնֆլիկտների կոնտեքստում տարածքային ձևափոխումները, չէ՞, նույն ռուս-ուկրաինականը վերցնենք։ Հիմա ամբողջ աշխարհը Ուկրաինային դրել համոզում է, որ պետք է հաշվի նստի, հաշտվի իր այդ տարածքները կորցնելու գաղափարի հետ։ Հիմա այս ամեն ինչը մեզ նորից բերում է այդ մտորման, որ իրապես արդյոք եթե այդ ճանապարհը չընտրվեր, միացման ճանապարհը շարունակվեր, իհարկե մենք գիտենք, որ անկախությունը ի վերջո պետք է հանգեցներ միացման եւ դա մեզ համար հստակ է եւ
Սին են բոլոր այն խոսակցությունները, որ արցախցիները միացման չեն ուզում գնալ, այլ իրենց անկախ պետություն էին։ Ոչ, դա էլ պետք է վերջնական հանգեցներ միացման, բայց ստրատեգիական առումով հարցեր է առաջանում, արդյոք ճիշտ են ճանապարհներ, թե այս ճանապարհը։ Հետո Արցախի ճանաչման, Արցախ ճանաչելու, նաև մեր հանրության շրջանում Արցախ ճանաչելու վերաբերյալ եմ շատ հաճախ մտածում։ Ինչ որ հարցում էի տեսել, որտեղ նշվում է, որ 5%-ն է Հայաստանի բնակչությունից, որ այցելել է Արցախ։ Արդյոք սա ճիշտ էր։ Ճիշտ չէր։ Կամ արցախցիները միջև 20 թվական շատերը Հայաստանում չեն եղել։ Հայրենիք ճանաչելու ուղղությամբ պատշաճ գործողություններ պետք է լինեն։ Սպառնալիքները ճիշտ գնահատել էր պետք, որ բանակի ամենօրյա արդիականացում էր պետք, որ միջազգային հանրությանը շատ կներեք այդքան վստահել եւ դրա վրա հիմնվել պետք չէր միամտորեն տարբեր դերակատարների, լինի դա դաշնակից, լինի դա Միսկի խմբի համանախագահ երկրները, որոնք անընդհատ հայտարարում էին, որ ճանապարհը միայն քաղաքական լուծումն է եւ այլ, բայց տեսնում ենք, որ յուրաքանչյուրը իր մեղքի բաժինը ունի այն ամեն ինչ, որ կատարվեց։ Եվ իհարկե 20 թվականի ընթացքում, եթե ավելի խորը մասնագիտական ուղղակի վերլուծություն է պահանջում, պատերազմի ընթացքում թույլ տրված սխալները, որոնք արդեն ներկայիս իշխանությունների ռազմական եւ քաղաքական ղեկավարության թույլ տված սխալներն են, որոնք հերթականությամբ հանգեցրել են վերջնական Արցախի կորուստին։ Օրինակ, ես նույն նշաձողի իջեցում ասվածը, որը որ պետք է կոնսոլիդացիա ապահովեր, ուր է այդ կոնսոլիդացիան։ Այո։ Որը մեր ինքնորոշման իրավունքը տեղափոխել։ Այդ մասին կարծես չեն խոսում, շատ ճիշտ եք ասում։ Որտեվ իրենց ձեռ չի տալիս, որ խոսեն։ Ասում է, որ նշաձողի իջեցումը պետք է կոնսոլիդացիա ապահովեր, եւ մենք դիմադրում էինք դրան իրապես, որտեվ համարում ենք, որ դա տանելու է կործանման, որ ինքնորոշման իրավունքից հարցը տեղափոխել մնացած այլ իրավունքների դաշտ, ուղղակի մեր նկատմամբ վերաբերմունքը փոխվելու եւ այդպես էլ եղավ։ Իրապես այդպես էլ եղավ։ Արդեն դրանից հետո միայն լեզվական եւ կրոնական ինչ որ իրավունքների մասին էր խոսում։ Եվ այդ սխալների շղթան, առայժմ էլ այդ կա։ Այդ սխալների շղթան ի վերջո հանգեցրեց դրան։ Բայց ես ինչպես նախորդ հարցի համատեքստում պատասխանեցի, այս պահին երևի ավելի ճիշտ կլինի ֆիքսել նրա վրա, թե ինչ չպետք է անել ապագայի, չպետք է ամեն օր փակել Արցախի թեման, ամեն օր շրջել Արցախի էջը, չպետք է հրաժարվել միջազգայնացիաներում եղած մեր իրավունքներից, իրավունքների պաշտպանությունից, մանավանդ որ աշխարհի համար ընկալելի չէ, թե մենք ինչ ենք անում։ Լավ, ասում են, ինչպես կարելի է այդքան ուժեղ հիմքեր ունենալ միջազգային ադատականացիաներում եւ հրաժարվել դրանից։ Ինձ նույն Պետրոսը կամ մյուսը ասում են Ֆրանսիացու տեղը անվտանգ է, դրա համար է ձեր օգտին խոսում։ Բազմաթիվ գործիքներ կա, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտագործել այդ հայցերը այնտեղ պահելու համար։ Շատ մի հատ բարձ գործիքակազմ։ Հայաստանը աշխարհում չունի բարեկամ երկիր, որի հետ կարելի է բանակցել եւ ներգրավել այդ երկրին որպես այդ հարցերով իրավահաջորդ կամ երրորդ կողմ, այսպես ասած։ Օրինակ նշեմ, Պաղեստին-Իսրայելի դեպքում Հարավային Աֆրիկյան Հանրապետությունը հանդես եկավ Արդարադատության միջազգային դատարանում որպես հայց ներկայացնող եւ իրավունքների պաշտպանություն իրականացնող երկիր։ Ինչ կապ ուներ ըստ էության Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը Պաղեստինի ժողովրդի հետ։ Բայց գնաց այդ քայլին։ Միթե աշխարհում չկա մի երկիր, որը այս հարցում կարող է կանգնել Հայաստանի կողքին եւ դատարաններում որպես երրորդ կողմ հանդես գալ։ Կա, միանշանակ կա, աշխատանք է պետք տանել այդ ուղղությամբ։ Առավել եւս կյանքը ցույց է տվել, որ այդ չեզոքությունը, այդ իներտությունը, այդ զգուշավորությունը վերջում ավելի մեծ աղետի է հանգեցնում։ Այո, միանշանակ համաձայն եմ եւ այդ ռազմավարությունը ուղղակի չի աշխատում։ Մանավանդ այնպիսի վայրենի տարածաշրջանում, ինչպիսին շատ կներեք բառից համար, ինչպիսին մեր տարածաշրջանն է։ Պարոն Ստեփանյան, երբ լսում եք Արցախ, ինչ եք մտաբերում։ Շատ բան եմ մտաբերում։ Ինձ համար Արցախը երբեք ինչ որ առանձին դրվագ իրադարձություն կամ տեղանք չի եղել, թեև համարում եմ բավականին լավ եմ ճանաչել Արցախը աշխարհագրորեն,
բավականին լավ եմ ճանաչում Արցախցուն, բայց երբեք ինչ որ առանձին դրվագով չեմ հիշում Արցախ, այլ իր ամբողջության մեջ, լինի դա սեփական փողոցը, որտեղ մեծացել եմ, դպրոցը, որը հաճախել եմ, մանկությունը իր ամբողջության մեջ, այն գիտեք, օրինակ, շատ հաճախ եմ հիմա հիշում, մեր մանկությունը մի քիչ գորշ էր միջավայրի առումով, որովհետև առաջին պատերազմից հետո էր, բայց այնքան գունեղ էր իր բովանդակության մեջ, շատ գունեղ էր։ Մեզ համար ամեն ինչ նորություն էր։ Հիմիկվա երևի երեխաներին շատ դժվար է ինչ-որ բանով զարմացնել, բայց մեր մանկությունը եւ պատերազմից գեղեցիկ նկարագրություն։ Այո, մեր ամեն ինչ նորություն էր, ինչ որ մի տեղից մի բան էր գալիս Արցախ, Սփյուռքից լինի թե այլ օգնություն, մեզ համար դա դառնում էր տոն։ Ամեն քաղաքում ամեն փոփոխություն դառնում էր մեզ համար մի երազանք, օրինակ թաղամասերում երբ որ սկսեցին արդեն մարզադաշտեր կամ դաշտեր կառուցել, մեզ համար դա մի ոգևորություն էր։ Եվ ինձ համար Արցախը այս ամեն ինչի ամբողջություն է։ Այս վերջերս մի բան եմ նկատել, որը մինչ այդ չէի նկատում, Ստեփանակերտի նկատմամբ իմ առանձնահատուկ սերը։ Երբեք չեմ տարանջատել, օրինակ, այս տարածքը սիրում եմ, այն տարածքը չեմ, բայց հիմա շատ հաճախ է լինում, որ Երևանով ինչ որ հատվածներով քայլելիս ինքնաբերաբար հիշեցնում է Ստեփանակերտի այս կամ այն հատվածը, որը որ այսպես շատ բարի հուշեր է արտնացնում։ Այդ դա է, այսինքն 1 կամ 2 կամ 3 ինչ որ դրվագ իրադարձություն չեմ կարող ասել, որ Արցախի ամբողջը իմ ինքնությունն է պարուրված Արցախով եւ ինձ եմ պատկերացնում, այսպես, եթե ասեմ, երբ որ ասում եմ Արցախ, իմ շրջապատը, իմ քաղաքը, դպրոցը, փողոցը, ամեն ինչ։ Ես բարի բախտ եմ ունեցել, որովհետև պատմության ուսուցչուհի եմ ունեցել, որ նաև մեր դասղեկներ, որ 4-րդ դասարանից սկսած մեզ տարել է գրեթե բոլոր տեղերը՝ Գանձասարը, Մարաս, Ազող, Դադիվանք, համարյա այդպիսի տեղ չկար Արցախում, որ մենք մեր դասարանով, մեր ընտանիքներով եղած չնենք եւ ամեն տեղանքի հետ կապված շատ հուշեր ու գեղեցիկ պատմություններ կան։ Մի բան էլ ասեմ, որ արցախցիներ շատերն են ասում, ինձ մոտ էլ կա դա։ Ասում են, որ երազների մեջ հիմնականում իրենց հայրական տներն են տեսնում։ Անկամ մարդիկ, ովքեր միտեղ ծնվել են, բայց մեծացել են այլ տան, իրենց երազներում այն տունն են տեսնում, որտեղ որ ծնվել եւ մեծացել են։ Շատ հետաքրքիր երևույթ է հոգեբանական, իմ մոտ էլ է այդպես, այսինքն ես ծնվել եմ մի տան, մեծացել եմ մի այլ տան, բայց միշտ տեսնում եմ այն տունը, որտեղ որ մեծացել եմ, հայրական տունը էլի, այսպես ասեմ։ Սա է Արցախը իր ամբողջության մեջ է մեր հուշերում, մեր մտքում, մեր սրտում տպված եւ նաեւ այս հուշերն են, որ միշտ առաջ են մղում, երբեք չկոտրվել, չտրվել, ինչքան էլ որ դժվար է չտրվել այդ դրվագային հիասթափություններին, այլ շարունակել պայքարը դա նորից եւս մեկ անգամ ունենալու եւ այլևս հավերժ պահպանելու համար։ Այ որ վերադառնանք Ստեփանակերտ, ես ձեզ ցույց կտամ ինձ հոգեհարազատ թաղամասը, դա Վազգեն Սարգսյան փողոցի վերևի հատվածներ, եկեղեցու տարածքը եւ երբ որ վերադառնանք միանշանակ, ես ձեզ ցույց կտամ այն տունը, որտեղ որ ծնվել մեծացել եմ, ինքը սեփական տուն էր, Զորգետ թաղամասում, գեղեցիկ ծառերով, բնությամբ, շատ լավ հարևաններով, այդպես պայմանավորվեցինք։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան։ Ես եմ շնորհակալ։ Բարեկամներ, ես Կարեն Միրզոյանն եմ, կհանդիպենք։